Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Ծափերի ներքո բեմահարթակ բարձրացողը Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն է։ Ամբիոնից խոստանում է. անելու է ամեն բան փաշինյանական իշխանության դեմ պայքարելու համար։ Հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի։ Արցախի եւ Հայաստանի նախագահ եղած Քոչարյանի համար վարչապետ դառնալը պաշտոնի իջեցում է, բայց հոգ չէ։ Խոստանում է վարչապետի պաշտոնում պայքարել արդարության վերականգնման համար։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը եւ ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը։ Երաշխավորված անվտանգություն է հայ ժողովրդին խոստանում Հայաստան դաշինքի կազմում 2026 թվականի ընտրություններին մասնակցող հայ հեղափոխական դաշնակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Այո, սխալներ եւ բացթողումներ եղել են։ Ես սա ասում եմ ուղիղ, բայց մեր սխալները պայքարողի սխալներ են, ոչ թե դավաճանի կամ անտարբեր դիտորդի։ Արժանապատվությամբ անցյալը փայփայելու, անցյալն ու ներկան իրար չհակադրելու կոչով Հայաստան դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը խոստացավ. թույլ չեն տալու որևէ մեկին հայ ժողովրդին տանել հակադրության ճանապարհով։ Թույլ չենք տալու որևէ մեկին հակադրության մեջ դնել Արարատն ու Արագածը։ Արարատն էլ, Արագածն էլ, Խուստուփն էլ, Իշխանասարն էլ մերն են։ Մերը։ Ըստ Գրիգորյանի, իրենք կառուցելու են այնպիսի Հայաստան, որտեղ Արցախ ասելու համար ներողություն չեն խնդրելու։ Ցեղասպանությունն էլ հարցականի տակ չի դրվելու։ Ընտրությունների գնացող Հայաստան դաշինքի նպատակը մեկն է՝ համախմբել ազգին ու թույլ չտալ պետականության հիմքերի վերջնական քայքայումը։ Դուք կարող եք ինձ սիրել կամ չսիրել։ Կարևորը այն է, որ ես եւ մեր թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին եւ ունակ ենք ապահովել նրա անվտանգություն ու բարօրությունը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։